Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ էլեկտրոէներգիայի ներքին սպառումն ավելացել է ավելի քան 7.45%-ով։ Բնակչության մասով աճը կազմել է շուրջ 11%, փոքր և միջին բիզնեսի մասով աճը կազմել է մոտ 18%, չնայած նրան, որ խմելու և ոռոգման ջրերի վրա էլեկտրոէներգիայի ծախսը, այսինքն պոմպակայանների և պոմպերի աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ էլեկտրոէներգիայի ծախսը նվազել է շուրջ 26%-ով։ Նախարարը նաև անդրադարձավ ՆԱԵԴԻՏ-ի վերջին տասնամյակի պատմությանը և նշեց, որ կառավարչի համար հայտարարված մրցույթում հաղթած գերմանական ընկերության հետ համաձայնության չգալու դեպքում նոր մրցույթ կհայտարարվի։ Նախարարը շրջանցեց նաև այն խոսակցությունները, որոնց համաձայն ՆԱԵԴԻՏ-ի սեփականատերերի շարքում մի շարք պաշտոնյաներ են ընդգրկված։ Հայաստանից որևիցե պետական այր կամ որևիցե հայաստանցի ՆԱԵԴԻՏ-ի սեփականատերերի, Ռայնովիլի սեփականատերերի ցանկում չկա։ Այդ թվում չկա նաև վարչապետը։ Անդրադառնալով ատոմակայանի շինարարությանը, նախարարը նշեց, որ ապրիլին Հայաստանում նախատեսված էր գիտաժողովի անցկացում, սակայն Ճապոնիայի աղետն այն կանխեց և գիտաժողովը հետաձգվեց մինչև աշուն։ Աշնանը կհստակեցվեն ատոմակայանի կառուցման մանրամասները։ Արմեն Միրգարյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։